Եթե ընտանիքում աղջիկ դուստրը հանկարծ կույս չի, դրա համար ջարդվում է երկու գլուխ։ Այդ աղջկա մոր գլուխը, որը չի հետևել ինչպես հարկներ իր լակոտին աղջկան, եւ իհարկե այդ խեղճ աղջկա գլուխը։ Մենք մոռանում ենք, որ առյուծ արքա եւ թևածող արծիվ ստիպում է մեծացնել տղամարդկանց համույթը, ոչ թե կանայք, այսինքն այդ խեղճ կանայք, խեղճ պայմանականորեն ասած, իրենք չեն շարժվում եւ երբեք չեն ունեցել հնարավորություն շարժվելու դաստիարակչական հարցերում սեփական, ինչ ասեմ, մտածողության, սեփական մտածած կանոնների, իրենց անձնական հայեցողությունից ելնելով միշտ գործել են պատրիարխալ համակարգի կողմից թելադրված կանոնները, թե առյուծ արքա տղա մեծացնելու հարցում եւ թե հեզ խոնար կույս այդպես աղջիկ աղախին ծառայող աղջիկ մեծացնելու հարցերում այնպես որ խնդրում եմ տղամարդկանց չբարթել ամեն ինչում կինն է չէ մեղավոր բռնաբարվելուց մինչեւ բռնություն կինն է մեղավոր խնդրում եմ այս մի արատավոր երևույթներ չբարթել կանանց գլխին մտածեք թե դուք ինչ կանոններ եք սահմանել